Ասեք արդյոք ընդունում եք այս մակարդակները երկու դպրակով կարգավորքի հետ կապված։ Իհարկե որ։ Պարոն Ղազարյան, հաստորեն ասում են, որ այլ գործերից է բացվել այս գործը։ Դուք Այլ գործերից երկու հատ շատ ծանր հանցագործ ամեղության կախավարկը չխախտենք, երկու հատ ծանր մեղադրություններով գործերից են, երկու իրար հետ խոսացել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ որ ես տանթաստանյութերին, պարզվեց, որ ուրիշ բան իր տեղի ունեցել, դե կասում եմ ելույթում։ Ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը չափսն։ Ես Արամ Մկրտչյանը իմ սանիկն է 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառնա իր հարսանիքի քավորը եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով վերանորոգման համար ինքը դե ընտանիքներով շփվում էինք տեսա որ որոշակի դժվարություններ ունեմ տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել որը փաստացավորված ես վերադարձրել եմ իրան եւ եթե չի ասեմ $23,000 պարտք եք պարոն Ղազարյան Հերախոսը բանը հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Ղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբր թե, եւ ինքը չի արել գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բան արել, մի քանի օքի ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալով։ Հա հետո դրանք քավոր հետո նոր իմացանք, որովհետեւ արդեն որ շփումների ժամանակ Այո, դա էլ քրական գործով է, այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է դա, մոտ կարծեմ 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակագործություն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսած դրույթը եւ այդպես փորձվել է որ իմ անունը տվել են։ Պարոն Ղազարյան, Ես պիտի գնամ նես, տեղեկություն կա, որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին, որպեսզի քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսքան անձեռնմխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը։ Ես չեմ շփվում։ Բացառեք, որ այդպիսի բան լինի։ Ես չեմ կարող մեկնաբանել։ Արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ դուք հավատում եք։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացիա ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Իհարկե։ Ես կասեմ, ինձ խոսում կասեմ։ Ցելանելու եք։ Բացահայտումներ ասեմ, հիմա ես կասեմ, ինչ որ ես բան եմ գտնում, չգիտեմ դա ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով բացահայտում չի։ Ես էլ չգիտեմ, բայց որ բանը ասել եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը օդից չընկավ։ Ինչ որ հիմք կա, չէ, ինչ որ պատճառ կա, չէ որ ես հայտնվել եմ այս վիճակում։ Դե կասեմ։ Նիկոլ Փաշինյանի մերժեմ է պատճառը։ Առաջին